Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Տավուշյան հորիզոններ հաղորդաշարի շրջանակում մենք շարունակում ենք ունենալ հետաքրքիր կարևոր արդիական զրույց քննարկումների շարք Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի մեր գործընկերների հետ։ Թերևս այսօր ընտրել ենք կենսական կարևոր եւ արդիական թեման լինելու է եւ վերաբերելու է հոգեկան առողջությանը եւ հոգեբանական սոցիալական աջակցությանը դպրոցներում այս համակարգին առհասարակ եւ որպես զրույց քննարկման հյուրընկալել ենք մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ մանկավարժ հոգեբան Արմինե Դալաքյանին։ Ընկեր Դալաքյան, շատ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Թերևս նշում եմ, որ իրապես կարևոր թեմա է, որովհետեւ տարածաշրջանային առումով ժամանակային կոնտեքստը, տեխնոլոգիական առաջընթացը, կրթական համակարգում մի շարք բարեփոխումներ իրապես ընդգծում են դպրոցներում հոգեկան առողջության դերը եւ կարեւորությունը։ Ես կուզեմ մեր զրույցը սկսենք խոսելով առաջինը, ինչպես կարող ենք օրինակ պարզ բացատրել, թե ինչ է նշանակում հոգեկան առողջություն եւ որն է դրա առանձնահատկությունը հատկապես դպրոցական միջավայրում, թե աշակերտի, թե ուսուցչի տեսանկյունից։ Շնորհակալություն Մելինե ջան հրավերի համար։ Անկեղծ ասած, իսկապես այսօր խոսելու ենք շատ կարևոր հիմնախնդրի մասին։ Դուք շեշտեցիք ձեր խոսքում հոգեկան առողջություն եւ հոգեսոցիալական զարգացում դպրոցներում։ Խիստ արդիական թեմա, խիստ կարևոր, խիստ պահանջված, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ժամանակակից մարտահրավերների տիրույթում փորձեմ մեկնաբանել ընդհանրապես ինչ ենք հասկանում հոգեկան առողջություն ասելով եւ ինչու է դա կարևոր դիտակետում ինչու է գտնվում ներկա պահին, չնայած նշեմ, որ միանշանակ սահմանում հոգեկան առողջության ներկա պահին գոյություն չունի, քանի որ ինքը բազմավոլորտային տիրույթում է գտնվում, առավել հաճախ այն օգտագործվում է բժշկական կամ սոցիալական համատեքստերում, բայց վերջին շրջանում, եթե մենք ուշադրություն դարձնենք մեր կրթական բարեփոխումների համատեքստում, առավել եւս այս վերջին ուսումնական տարվա մեջ դպրոցներում հայտարարված է անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի տարի, այստեղ մեզ մտորելու տեղիք է տալիս, իսկ ինչ ենք հասկանում անվտանգ եւ ապահով կրթական միջավայր ասելով եւ մասնավորապես այստեղ արդեն առաջ է գալիս այս հիմնախնդրի պարզաբանման, մեկնաբանման եւ դպրոցական, միջավայրում ինտեգրելու, հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցությունը դպրոցներում այդ ծրագրի համատեքստում։ Իհարկե ես մի փոքր ուշ կխոսեմ ծրագրի մանրամասների մասին, բայց հիմա ուզում եմ ասել, որ տարբեր կազմակերպություններ փորձել են սահմանել հոգեկան առողջություն, հասկացությունը, եզրույթը, առողջապահական համաշխարհային կազմակերպությունը այն սահմանում է իբրև մարդու հոգեկան առողջություն ասելով հասկանում է հոգեբանական, հուզական եւ սոցիալական բարեկեցությունը, համաձայն որի անձը նաեւ ազդեցություն է ունենում, որը նաեւ ազդեցություն է ունենում անձի մտավոր, հուզական եւ վարքագծային զգացմունքների եւ նաեւ վարքագծային դրսեւորումների վրա, իսկ եթե կրթական միջավայրի համատեքստում մենք դիտարկենք, քանի որ իսկապես այսօրվա մարտահրավերները շատ խիստ են եւ շատ են եւ անձը օրվա մեջ մի քանի մարտահրավեր նույնիսկ կարող է պետք է լուծի եւ եթե երեխայի համատեքստում նայենք, ապա որոշակի խնդիրներ հաղթահարի, ուստի դա այո հոգեբանական, սոցիալական, հուզական բարեկեցությունն է, որը հնարավորություն է տալիս անձին դիմագրավելու մարտահրավերներին եւ իր ընդունակությունների անձնային աճի զարգացման շնորհիվ կարողանա կառավարել նաեւ ինքնակարգավորել իր վարքագիծը։ Ուստի խիստ արդիական է, այո պահանջված եւ նաեւ ուսուցչի գրագիտության մակարդակի զարգացման տեսանկյունից։ Ընկեր Դալաքյան, եթե փորձենք ձեր ասած սահմանումը տեղայնացնել դպրոցական միջավայրի վրա, աշակերտ, ուսուցիչ փոխհարաբերություններ, սովորելու պայմաններ եւ այլն, ինչի մասին է սա հենց դպրոցներում։ Շատ լավ, շնորհակալություն կրկին հարցի համար։ Նշեմ, որ իսկապես հոգեկան առողջություն եզրույթը ունի որոշակի բաղադրիչներ,
Խոսքը վերաբերվում է իմացական գործընթացների զարգացմանը, մտավոր գործունեության կարգավորմանը, որովհետև այսօր մենք դպրոցներում ունենք իմացական գործընթացների, տարբեր իմացական գործընթացների խնդիրներ, սկսած հիշողության զարգացման հետ կապված, սկսած ուշադրության երեխաների կենտրոնացման հետ կապված։ Մենք գիտենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները որքան դրական, այդքան էլ բացասական ազդեցություն ունեն եւ դեռևս փոքրահասակ երեխային, փոքր տարիքից երեխաներ ունենում են կախվածություն էկրաններից եւ էկրանային երեխաներ եւ նաեւ որը բացասական է անդրադառնում ինչպես երեխայի իմացական գործընթացների վրա, այնպես էլ նաեւ հուզական դաշտի վրա։ Հաջորդ կոմպոնենտը դա հենց հուզական բաղադրիչն է, այսինքն մենք այստեղ զարգացնելու կարիք ունենք հուզական ինտելեկտը երեխայի եւ ոչ միայն իհարկե երեխայի, բնականաբար նաեւ ուսուցիչների, որտեղ ուսուցիչ աշակերտ դա երկկողմանի գործընթաց է, այսինքն եթե մենք ուզում ենք ունենալ այդ ամեն ինչը տեսնել պրոյեկցիա լինի երեխայի մեջ, առաջին հերթին դա պիտի ուսուցչի մակարդակում մենք ապահովենք որպես կոմպետենցիա եւ բնականաբար նաեւ սոցիալական բարեկեցությունը, այսինքն իսկ ինչ է դա նշանակում, սոցիալական բարեկեցությունը դա սոցիալական հաղորդակցումն է, հարմարվելն է, ինտեգրվելն է տարբեր ուրեմն հասարակական գործունեության շերտերում եւ միևնույն ժամանակ աջակցությունն է, այսինքն մենք սոցիալական բարեկեցության համատեքստում դիտարկում ենք նաեւ կառուցողական հաղորդակցական կարողությունների ձևավորումը անձի մեջ, որը այսօր խիստ արդիական է եւ այսօր դա կոչվում է սոցիալ հուզական դաստիարակություն ուսումնառության համատեքստում եւ նաեւ որը գնում է դեպի սոցիալ հուզական դաստիարակություն։ Հետևաբար իսկապես հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցություն դպրոցներում շատ ուրեմն մեծ կոնցեպտ է իրենից ներկայացնում, համաձայն որի այո մենք գրագետ սովորեցնում ենք, այսինքն դա եթե մենք կարողանում ենք ապահովել, որ երեխան հասկանա, որ այո իր հույզերը կարևոր են վարքի կառավարման տեսանկյունից, ինչպես նաև իր մտքերը ճիշտ կառավարելը եւ մտքերը հասկանալը, իսկ ինչու են մտքերը որտեղից են գալիս, ինչ խնդիրներ պիտի ինքը կարողանա լուծել եւ իսկ օրինակ իրեն ինչն է խանգարում, որ օրինակ դասի այս խնդիրը, այս խնդրեմ ինքը կարողանա լուծել, ասենք դասագործընթացում կամ ընդհանրապես դասից դուրս ենթադրենք, դա ուրեմն մենք պիտի շատ մեծ քայլեր անենք այդ ուղղությամբ, որ երեխան կարողանա այդ մակարդակում վերլուծել, դա այսինքն երեխայի նաև ինքնագնահատման կարողությունների, ինքնաճանաչումից դեպի ինքնագնահատում, ինքնագիտակցման մակարդակի վրա պետք է աշխատել եւ այստեղ նորից անդրադառնամ նրան, որ այո, այսօրվա ուսուցչի պատրաստման գործընթացում մենք շատ լուրջ անելիքներ ունենք, որովհետեւ տարիներ շարունակ ավանդաբար կարևորվել է փափուկ հմտությունները եւ ներողություն կոշտ հմտությունները, մինչդեռ այսօր փափուկ հմտությունները խիստ կարևոր են կոշտ հմտությունների ձևավորման համար։ Հետևաբար, եթե մենք նայում ենք եւ տեսնում ենք, թե վերջին շրջանում մեր հանրության տարբեր ոլորտներում, մեր գործունեության տարբեր ոլորտներում տեսնում ենք, որ փափուկ հմտությունների զարգացման ուրեմն մոդելներ են կիրառվում, վերապատրաստումներ են տարաբնույթ արվում տարբեր մասնագետների շրջանում եւ այդ թվում նաեւ ուսուցիչների, ապա եւ ուսուցիչների եւ դաստիարակների ընդհանրապես, որը նպաստում է անձնային աճին, հա, հետեւապես փափուկ հմտությունները այո այսօր շատ արդիական է եւ ուսուցիչը տիրապետելով փափուկ հմտությունների որոշակի մակարդակի ինքը կարող է լուծել ոչ միայն իր արժեվ ցակած խնդիրները, այլև հասկանա եւ զգա երեխայի հոգեվիճակը այդ պահին եւ ձևավորի նաեւ այդ կարողությունները սովորողի մեջ։ Միջև անցնելը դպրոցում այն ինստիտուտներին, որոնք ըստ էության ապահովում են, այն միջավայրը եւ այն կարողունակությունը, որոնք միտված են դպրոցներում երեխաների շրջանում հոգեկան առողջության բարելավմանը կամ համապատասխան միջավայրի ստեղծմանը, ինձ մոտ մի հարց առաջացավ։ Այն մեզ մոտ շատ տարածված է մտածելը, հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, որ երեխան ունի քիչ զգալու կամ խորությամբ չզգալու մոդել, հա, այսինքն մենք միշտ միտված ենք մտածելու, որ երեխաները էմոցիաները, զգացողությունները, իրենց հետ կատարված, իրենց խնդիրները, իրենց խնդիրները ոչ այնքան խորն են եւ իրենց ընկալումները այդ խնդիրների նկատմամբ ոչ այնքան երեխայի կողմից ընկալելի են։ Ճիշտ է արդյոք սա թե ոչ, եւ որքանով է սա ու այս մտքերը երեխաների հետ կապված զգալու, իրենց էմոցիաները արտահայտելու հետագայում արտահայտվում արդեն դպրոցում, որովհետեւ ըստ էության միջև դպրոցը
սոցիալիզացիայի էլի մակարդակներ է անցնում ու երբ որ մենք ունենում ենք նմանատիպ մտածողություն, որը ըստ էության ինչ որ համատեքստում ունենում է իր ազդեցությունը։ Մենք օրինակ դիցուկ երեխաները արգելակում են որոշակի էմոցիաներ արտահայտելու իրենց կարողությունը, իրենց խնդիրները ձևակերպել, իրենց հույզերը արտահայտելը, որքանով է սա, ինչու է սա այսպես եւ ինչ արտահայտում է արդեն ունենում սա դպրոցներում որպես աշակերտ կարգավիճակի վրա։ Շնորհակալություն հարցեր, իսկապես դուք կարևոր բաների մասին եք խոսում։ Անշուշտ երեխաների զգայական դաշտի զարգացումը, ես կասեի նույնիսկ սկսվում է զգայական դաշտի զարգացումը պրենատալ պերինատալ շրջանից, այսինքն մինչ ծննդյան հղիության շրջանում, երբ որ կինը հղի է լինում, եւ երեխան շատ մոր հետ կապը ստեղծվում է դեռևս այդ շրջանից, այնուհետև լույս աշխարհ գալով անշուշտ մենք երեխաների զգայարանների զարգացման ուրեմն անհրաժեշտություն ենք ունենում եւ դա նախադպրոցական տարիքի ուրեմն երեխայի մոտ համապատասխան իր վաղ մանկիկության շրջանում, այնուհետև համապատասխանաբար նախադպրոցական տարիքի համապատասխան փուլում ունի իր դրսևորումը եւ այդ ուղղությամբ տարվում են որոշակի աշխատանքներ, ըստ չափորոշ չի եւ ինչու՞ չէ նաեւ իսկ մեծահասակների մոտ դա թյուր կարծիք է, որ երեխան մեզ չի լսում, երեխան չի զգում, երեխան իհարկե հենց այդ առաջին ռեֆլեքսները ծննդյան պահից հետո երեխայի մոտ որոշակի ռեֆլեքսներ ստուգվում է հենց հիվանդանոցում մանկաբույժի կողմից, այնուհետև համապատասխանաբար մանկաբույժի հսկողության ներքո երեխայի համապատասխան ռեֆլեքսների զարգացման սանդղակով ամեն ինչ դիտարկվում է, իսկ մեծերը սխալ կարծիք ունեն, որ երեխաները իրենց տարիքին համահունչ, եթե երեխան օրինակ որոշակի ասենք լսողության, տեսողության կամ որոշակի զգայական օրգան ենթադրենք վնասված չէ, երեխայի մոտ երեխաները շատ լավ համապատասխան ռեցեպտորը գնում է եւ երեխան շատ լավ ամեն ինչ զգում է, տեսնում է, հասկանում է, ընկալում է, ապրում է, զգացմունքներ ունի, այլ բան է, որ երեխաները չկարողանան արտահայտել իրենց զգացմունքները, դա էլ իր պատճառներն ունի, իր բացատրությունն ունի մասնագիտորեն, բայց մենք դա պիտի սովորեցնենք երեխաներին դեռևս նախադպրոցական հաստատությունից, դեռևս դպրոցահասակ տարիքից, բայց ցավոք սրտի մեր մեծահասակների մոտ ձևավորված չէ հուզական բառապաշար եւ անդրադարձ հույզերին, հուզական մեծահասակը կարող է զգում է, բայց ինքը այդ բառապաշարը զարգացած չէ մեծահասակի մոտ, որ օրինակ ինքը կարողանա լիարժեքորեն, մեկնաբանել, վերլուծել այս պահին իր մտահոգությունները, իր զգայությունները եւ դա արտահայտի եւ օրինակ ինքը նաեւ հասկանա, որ օրինակ այս բացական էմոցիան, որ ինքը այս պահին ապրում է եւ բացական եւ դրական բնականաբար էմոցիաներ գոյություն ունեն, դա ինչ պատճառով է, այսինքն թերևս մեծահասակները կարողանում են տարբերել, երեխաներին էլ մենք պետք է դա սովորեցնենք։ Եվ դա պետք է սովորեցնենք հենց դպրոցից, որովհետև շատ հաճախ դա հենց խոչընդոտում է երեխաների արդյունավետ ուսումնական գործընթացին ներգրավվելուն։ Ես կիսվեմ իմ փորձով, վերջին 1 տարվա ընթացքում մենթորական աջակցություն եմ իրականացնում 3 դպրոցում եւ ինտենսիվ դասալսումների ընթացքում բացահայտել եմ տարբեր իրավիճակներ դասագործընթացում, որտեղ ուսուցիչը չի կարողացել հասկանալ իրավիճակը, գնահատել եւ երեխայի ներգրավվածությունը դասին թույլ է եղել կամ ընդհանրապես չի եղել։ Եվ դա բացահայտվել է այն իրավիճակով, որ մենք այդ պահին փորձել ենք որոշակի խաղ կիրառել, խաղվարժանք, որի միջոցով երեխան անդրադարձ է կատարել իր հույզերին, այդ պահին իր հոգեվիճակին, եւ մենք հասկացել ենք, խնդիրը ինչով է պայմանավորված, որովհետեւ ուսուցիչները կոշտամտությունների վրա են կենտրոնանում եւ իրենց համար գիտելիքն է կարեւոր, մինչդեռ ժամանակակից եւ առաջադեմ երկրներում, որոնք օգտագործում են վայրոլոգիական դպրոցների, առողջագիտական դպրոցների մոդելում, շատ կարեւորվում է այս սոցիալ հուզական ուսումնառությունը, որի միջոցով մենք հասկանում ենք
տվյալ իրավիճակը, տվյալ հոգեվիճակը երեխայի կարողանում են գնահատել եւ արդյունավետ այդ պահին օգնել երեխային ներգրավելու իր իսկ կրթության գործընթացում։ Եվ հենց պատճառներից մեկն էլ դա է, որ մենք ուսումնական մոտիվացիայի նվազում անկում ունենք, մինչդեռ եթե երեխան կարողանանք հասնել նրան, որ երեխան կարողանա ինքնագիտակցական այն մակարդակն ունենալ եւ իր ուսումնառությունից հաճույք ստանալ, ապա մենք շատ մեծ հաջողություններ կարձանագրենք նաեւ մանկավարժության մեջ, այդ իմաստով, որ այո, ուսումնական դրական դրդապատճառներ առաջացնելու համար ներքին դրդապատճառների խթան է անհրաժեշտ, իսկ դրա համար շատ կարևոր են մանկավարժական այն մոտեցումները եւ հոգեբանական նոր ժամանակակից, ուրեմն տեխնիկաները, այսպես ասեմ, կոփինգ տեխնիկաները, որոնց միջոցով ուսուցիչը կարող է կիրառել շատ տեխնիկաներ, բայց ինքը չունի այդ ուրեմն կոմպետենցիաները։ Հա, ինքը կարող է լավ ուսուցիչ է, կարողանում է շատ լավ դասը բացատրել, բայց իրավիճակով պայմանավորված ռեֆլեքսիայի այդ մակարդակը իր մոտ զարգացած չէ։ Անկեր Դալաքյան, տարիներ առաջ, դիցուք իմ ուսումնառության տարիներին, երբ ես էի աշակերտ, դպրոցներում ներդրված չէր հոգեբանի ինստիտուտը համակարգային առումով, այսինքն պարտադիր չէր, որ դպրոց ունենա հոգեբան։ Եվ այս ֆունկցիոնալությունը շատ հաճախ իրականացվում էին դասղեկների կողմից։ Ես գիտեմ, որ հիմա հաստիկային առումով առնվազն բոլոր դպրոցներում ներդրված է հոգեբանի ինստիտուտը եւ դասղեկների այդ ֆունկցիոնալությունը, որ իրենք նաեւ դասղեկական ժամերին որոշակի զրույցներ էր տեղի ունենում, դասիրակչական, որպես քաղաքացի, ոչ որպես միայն սովորող եւ մարդ, հիմա ըստ այս գործառույթը ունի իր հասցեատերը։ Ես ուզում եմ մենք խոսենք այսօր դպրոցներում հոգեբանի ինստիտուտի մասին, դասղեկ հոգեբան փոխգործակցության մասին եւ փոփոխությունների մասին։ Ու նաեւ գիտեմ, որ համակարգ ըստ էության դեռևս բարելավման, լավարկման փուլում է, եթե առնչվել եք ձեր պրակտիկայում որոշակի մարտահրավերների, որ կարծում եք կարեւոր է նաեւ դրանց մասին խոսելը, ուրախ կլինենք նաեւ լսել դրանց մասին։ Շնորհակալություն կրկին հետաքրքիր հարցերի համար։ Նշեմ, որ դասղեկի ինստիտուտը տարիներ շարունակ առավել շատ ձևական բնույթ է կրել, բայց վերջին շրջանում, վերջին մի քանի տարվա ընթացքում ես ինքս էլ ականատես եմ լինում դպրոցներում, քանի որ տարբեր պրակտիկաների եւ մենթորական աջակցություն եմ իրականացնում, տեսնում եմ, որ դասղեկները հետեւողական ամեն շաբաթյա իրենց այդ գործընթացը իրականացնում են դասղեկի ժամերը, ուղղակի դասղեկի ժամերը պիտի լինեն ըստ կարիքի, այսինքն ըստ դասարանի դիագնոստիկ աշխատանքի, դասարանը ինչի պահանջարկ ունի այսօր, այս պահին եւ դասարանում արժե համակարգի, միջանձնային հարաբերությունների, կառուցողական հարաբերությունների զարգացման, երեխաների կարիքների դիագնոստիկայի շատ հետաքրքիր աշխատանքներ կարելի անել դասղեկի ժամերին։ Վերջին շրջանում, վերջին մի քանի տարվա մեջ պայմանավորված կրթական բարեփոխումներով եւ նոր չափորոշիչով ներդրված, ես տեսնում եմ այդ ուրեմն զարգացման տենդենսը, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետեւ իսկապես իհարկե ուսումնական գործընթացում մենք եւս դասիրակչական խնդիրներ ենք լուծում, սակայն կան խնդիրներ, որ իր շարունակությունն են պահանջում եւ այդ դասղեկի ժամերը պետք է իսկապես բովանդակային լինեն եւ ուղղված լինեն դասարանի դիագնոստիկ աշխատանքների բարելավմանը։ Ինչ վերաբերվում է հոգեբանի ինստիտուտի զարգացմանը եւ հոգեբանի ինստիտուտի այլ ավելի կատարելագործմանը, այո, դպրոցներում կան հոգեբանի հաստիկներ, բայց շատ հաճախ եւ ոչ միայն դպրոցներում, նաեւ նուհերում, ինչի համար շատ ուրախ եմ, որտեվ հոգեբանը կենսական կարևոր նշանակություն ունեցող մասնագետ է եւ նրա պահանջարկը եւ նրա կարևորությունը եւ մասնագետի գործունեության տեսանկյունից այլ առավել պիտի արժևորվի, ուղղակի այստեղ նաև ես կարծում եմ, որ որոշակի ենթաօրենսդրական ակտերում որոշակի փոփոխություններ պիտի արվի այդ մասնագետի ավելի գործունեության, հա, սահմանները հստակ ընդգծելու տեսանկյունից, որովհետև եւ նաեւ ինչու՞ չէ մասնագիտական ազատության տեսանկյունից, այսինքն հոգեբանը առավոտից նախատեսված աշխատում է հիմնականում որպես կանոն աշխատում է ներառման խնդիր ունեցող երեխաների հետ եւ տմակներից աջակցում են նաեւ համապատասխան մասնագետները եւ այդտեղ համալիր աշխատանք են տանում ներառված սովորողների շրջանում, բայց անհատական եթե երեխան սովորողը ունի որևիցե խնդիր
կամ դասարան ունի խնդիրն ու դասարանական ավելի հեշտ է կարգավորելը, որովհետև եթե երեխան անհատական խնդիր ունի, առանց ծնողի դիմումի, գրավոր դիմումի, հոգեբանը չի կարող աշխատել նրա հետ, դա երեխայի իրավունքների ոտնահարում է եւ նաեւ ծնողը եթե թույլ չտա, նա չի կարող աշխատել, այստեղ մենք ունենք խնդիրներ, որովհետև շատ հաճախ այո երեխան ունենում է խնդիրներ, անհրաժեշտություն կա, որ հոգեբանը աշխատի, անհրաժեշտություն կա, որ դասղեկ, ուսուցիչ, հոգեբան այդ երկկողմանի համագործակցությունը լինի, բայց ծնողը չի տալիս իր թույլտվությունը, որ երեխայի հետ աշխատանք տարվի։ Այսինքն այստեղ մենք ունենք խնդրեմ։ Հետևաբար միգուցե ենթավորես դրական ակտերում որոշակի փոփոխության ենթարկվի, առավել եւս ես տեսնում եմ, որ մենք դպրոցներում ունենում ենք վարքի հետ կապված երեխայի վարքի խանգարման խնդիրներ, որը երեխան ֆունկցիոնալ գնահատման կարիք չունի, բայց այստեղ երեխայի վարքը անկառավարելի է, որը ազդում է երեխայի ուղղակիորեն ուսման որակի վրա, այսինքն դա անմիջապես կապ ունի դրա հետ, եւ այստեղ որքան էլ որ փորձում է, հա, ասենք տնօրենը, փոխտնօրենը ծնողին կանչել, բերել, կենտրոնացնել ծնողի ուշադրությունը երեխայի հիմնախնդրի վրա, միևնույն ժամանակ միգուցե նաև այդտեղ բացի հոգեբանական միջամտությունից նաև անհրաժեշտ է որոշակի նյարդաբանի կամ այսինքն խնդիրը պետք է հիմնովին ամբողջովին բացահայտվի, երեխայի դժվարության կարիքը դուրս բերվի եւ ուղղորդվի ըստ անհրաժեշտ մակարդակի, հա։ Սա մեզ մոտ այս պահին կարող եմ ասել խնդրահարույց է, որտեղ ես ինքս տեսնում եմ, որ դպրոցներում լինում են սովորողներ, որոնք մտավոր ոչ մի խնդիր չունեն, իրենք շատ լավ խելացի, կազմակերպված, բայց դեռահասության տարիքի ճգնաժամով պայմանավորված երեխայի մոտ մենք տեսնում ենք վարքային որոշակի փոփոխություն։ Եվ այստեղ մեզ պիտի աջակցի ծնողը, գիտակից ծնողը, ով պետք է պատասխանատու վերաբերմունք դրսևորի եւ հասկանա, որ իր երեխայի վարքային եւ ընդհանրապես երեխայի լավագույն շահի տեսանկյունից եթե մենք դիտարկենք, ապա ծնողի պատասխանատվությունը եւ գիտակցական մոտեցումը այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ եթե ծնողը չհասկացավ, չընկալեց խնդրի բարդության աստիճանը, դպրոցը, ուսուցիչները, տնօրենը, փոխտնօրենը, դաստիարակչական աշխատանքների գծով որքան էլ հոգեբանը որքան էլ ներգրավեն, կան այստեղ խնդիրներ, որ գնում է դեպի ծնողների ծնողավարման դաշտ։ Այո, այո։ Եվ այստեղ ծնողը պիտի այդ ուղղությամբ գրագետ մոտեցում դրսևորի։ Հետևաբար, այսինքն մենք խնդիրները տարբեր տեսանկյուններից պիտի նայենք։ Գերտ Դալաքյան, շատ հաճախ ծնողները իրենց երեխաների մոտ արկա ֆիզիկական ցավին, այսինքն որևէ ֆիզիկական խնդրին ավելի լուրջ եւ ավելի արագ են արձագանքում, քան առաջացած կամ եղող հոգեբանական մի շարք խնդիրներին, անհանգստություններին։ Բնականաբար լավ է թե վատ ես սրա մասին մենք չեմ ուզում մենք խոսենք, որովհետեւ օրինակ համեմատած մի քանի տարի առաջվա պատկերացումներին որոշակի փոփոխություններ լավ առումով եղել են։ Այո։ Բայց մեկ է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին ծնողների արձագանքողականությունը այնքան լուրջ եւ այնքան էական ու առանցքային չի դիտարկվում շատ հաճախ։ Մենք իհարկե կարող ենք անտեսել այս ամեն ինչը, բայց վերջին շրջանում եղան մի շարք դեպքեր, որոնք դեռահասների շրջանում դպրոցներում ծեծկռտունք, բուլինգ եւ այլն, որոնք չեն կարող անմասն մնալ, այսինքն դրանք ուղղակիորեն այդ խնդիրների հետևանք են եւ դրանք շատ հաճախ անտեսման, դրանք շատ հաճախ բացառման, կարեւորություն չտալու կամ թաքցնելու, որ, չգիտեմ, խայտարակ չլինելու այս կարծրատիպային մտածողության տակ օղակներով էսպես իրար կապվելով գալիս հասնում մի կետի, երբ որ օրինակ դեռահասները սկսում են միմյանց նկատմամբ բռնություն կիրառել, բուլինգ կիրառել։ Ընդ որում Այս իրողության մեջ մենք էլի ունենք որոշակի առանձնահատկություն մեր վերաբերմունքը տվյալ խնդրի հետ կապված, որովհետև մենք սովորաբար ավելի շատ աջակցող եւ ապրումակցող վարք ենք ցուցաբերում բռնություն ենթարկվողի նկատմամբ։ Բայց միևնույն ժամանակ բռնություն ենթարկողը պայմանականորեն բռնարարը դիցուկ օրինակ երկու դեռահաս ծեծել են իրար, մենք ավելի շատ ունենք աջակցող վերաբերմունք ծեծվողի նկատմամբ։ Բայց ես միտված եմ հավատալու, որ ոչ բոլորի ուղեղում պարզապես ինչ-որ պահին կարող է առաջանալ մյուսին վնասելու ցանկություն։ Ուզում եմ ասել, հավասարապես կարևոր է նաև աշխատանքը այն երեխայի հետ, ով բռնություն է կիրառել։ Բայց հասարակությունը եւ մարդիկ սովորաբար
ավելի շատ աջակցում են այն երեխային, ում նկատմամբ բռնություն է կիրառվել։ Այս առումով եւս իմ կարծիքով էս խնդրի նկատմամբ մեր վերաբերմունքը պատճառահետևանքային մի շարք արատավոր վարքաձևերի նորմալիզացիայի են, հա, բերում։ Եվ հավասարապես կարևոր է հասկանալ, որ երեխան երեխա է եւ թե բռնություն ենթարկվողը, թե բռնություն իրականացնողը հավասարապես ունեն հոգեբանական աջակցության կարիք, որտեղ չեմ պատկերացնում մարդ, որ պարզապես ուզի ինչ-որ մեկին ծեծել, պարզապես ուզի առանց որևէ հիմնավոր ներքին դրդապատճառի ուզի վիրավորել, ուզի թիրախավորել։ Այ ինչպես է այս հարցը լուծվում, հա, որպես այդպեսին եւ ինչպիսի վերաբերմունք կամ մոտեցում կա դպրոցներում նմանատիպ իրավիճակի հետ կապված։ Շնորհակալություն հարցի համար, իսկապես ելի կարևոր թեմա շոշափեցիք, կարևոր, նշեմ, որ առավել հաճախ դեռահասության տարիքը մենք գիտենք, որ ինքը հոգեբանության մեջ դիտարկվում է շատ ամենադժվար դաստիարակվող եւ ամենագերզգայուն սենզիտիվ տարիքը պայմանավորված երեխայի ֆիզիոլոգիական փոփոխություններով։ Այո, շատ տհաճ է, երբ որ մենք տեսնում ենք կոնֆլիկտային իրավիճակներ եւ շատ հաճախ այդ կոնֆլիկտային իրավիճակները շարունակություն են ունենում, որը շատ տհաճ է լինում, լարված իրավիճակ, մթնոլորտի բացական, ուրեմն մթնոլորտում բացական որոշակի դրսևորումներ եւ այստեղ անընդհատ շարունակական թիրախավորելով, այո, քննադատում են բռնարարին, այսպես ասեմ, ով ագրեսոր է եւ ում զոհ է վերցրել եւ փորձում են զոհի, ուրեմն զոհ դառած երեխայի կողքին կանգնել, հասկանալ խնդիրը, երկուստեք պիտի վերլուծել, որովհետեւ օրինակ ենթադրենք ով զոհ է, օրինակ վիրավորել է, կոպիտ վիրավորել է եւ տղա երեխա է կամ եթե տղաների միջև դիտարկենք, հա, կամ թեկուզ աղջիկների միջև, որտեղ աղջիկների միջև էլ շատ է լինում ուրեմն կոնֆլիկտային իրավիճակներ, մենք ավելի շատ տղա երեխաների ուղղությամբ ենք գնում, բայց աղջիկ երեխաների միջև էլ այսօր շատ առկա են կոնֆլիկտները կամ նույնիսկ աղջիկ տղա երեխաների միջև էլ ենք տեսնում այդ կոնֆլիկտները դեռահասության տարիքում։ Միգուցե օրինակ երեխային վիրավորել է եւ նա էլ օրինակ փորձել է վիրավորանքը այդպես, հա, ագրեսիայով պատասխանել, որը ճիշտ չէ։ Այսինքն մենք պետք է խնդրին երկկողմանի նայենք, իրավիճակը հասկանանք, այո, անշուշտ հետևողական աշխատանք երկուսի հանդեպ էլ պիտի տարվի, բայց մենք պիտի հասկանանք պատճառը որտեղից է, ինչն է եղել պատճառ, որ երեխաները այդպիսի պատմության մեջ են հայտնվել եւ կառուցողական հաղորդակցական կարողությունների զարգացման ուղղությամբ այստեղ աշխատանք պիտի տանել եւ նորից ավաղ եթե այստեղ ուրեմն դասղեկը հետևողական աշխատանք պիտի տանի, բայց կարող է միայն դասղեկի աշխատանքը այստեղ բավարար չլինի, այստեղ նաեւ հոգեբանի միջամտության անհրաժեշտություն լինի, որոշակի տեխնիկաներ կիրառելու, որոշակի միջոցներ կիրառելու, որպեսզի երեխաների վարքը շտկվի եւ դա չկրկնվի եւ դա չլինի նորմա մյուս երեխաների համար։ Հիշում եմ շատ տարիներ առաջ, երբ որ հատուկ դպրոց առաջին անգամ պրակտիկա տարա, ես զարմացա, թե որքան դեվիանտ վարքով, հակասոցիալական վարքով երեխաներ էին հատուկ դպրոցում հավաքված եւ ուրախություն, որ այսօր այդ հատուկ դպրոցը փակվել է, որովհետեւ նույն հատուկ դպրոցում հավաքվելով նույն հակասոցիալական վարքով տարբեր երեխաներ, ընդ որում բացական օրինակը ավելի շատ էր, քան դրական օրինակները։ Այնուամենայնիվ մենք պետք է շատ հետևողական հասկանանք երեխայի խնդիրները, երեխայի խնդիրները, պատճառահետևանքային կապերը դուրս բերելու համար, երեխայի մոտ ագրեսիվ վարքագիծը ինչով է պայմանավորված։ Եթե երեխան ինքը իր բնույթով ագրեսիվ չէ, հա, ուղղակի այդ իրավիճակով է այդ արձագանքը, ուրեմն կարելի է երկուստեք աշխատանքներ տանել։ Ծնողի հետ հետադարձ կապը անպայման շատ կարևոր է, որովհետև շատ հաճախ ծնողները առանց հասկանալու, որ դա երեխայի մոտ կարող է վարքագծի դրսևորում դառնա եւ բնավորության ձև, գիծ դառնա, իրենք չեն էլ նույն վերաբերմունքը, այսինքն այն ինչ որ դպրոցն է, հա, կիրառում երեխայի հանդեպ, ծնողը եւս պետք է դպրոցին ընդառաջ գա եւ իր երեխայի վարքագիծը վերլուծի եւ հասկանա։ Այսինքն մենք ծնողավարման հմտությունների անհրաժեշտություն ունենք եւ այն խնդիրները եւ դաստիարակության նպատակների համընկնումը շատ կարեւոր է, այսինքն եթե դպրոցում մի բան են ասում, տանը մեկ այլ բան են ասում, իսկ փողոցում երեխան բոլորովին այլ բան է ականատես լինում, այդ հակասությունները բերում են նաեւ շատ խնդիրների
ոչ հանգուցալուծման։ Հետևաբար ծնողների հետ ինտենսիվ աշխատանքն է շատ կարևոր եւ շատ դեպքերում, եթե երեխան բռնություն է կիրառում, ուրեմն ընտանիքում էլ այդ խրախուսական այդ բռնության միջավայրը առկա է, որ երեխան դա նորմա է ընդունում կամ միգուցե ռեֆերենտային որոշակի խմբի է պատկանում հասարակության մեջ եւ տեսել է դա որպես որոշակի կուլտուրա եւ վերում է դպրոց։ Այսինքն մենք բազմակողմանի պիտի վերլուծենք իրավիճակը եւ յուրաքանչյուր իրավիճակին տանք որոշակի գնահատական։ Եվ այստեղ օրինակ շատ տեխնիկաներ կան, շատ արժեհամակարգին, դաստիարակությանը, հարգանքին, դրական վարքագծի ձևավորման ուղղված շատ միջոցառումներ կան, որ մենք կարող ենք անել։ Այստեղ կարող է ուղղակի, եթե օրինակ ենթադրենք իրավիճակ է եւ ծնողը չի տալիս օրինակ համաձայնությունը, որ հոգեբանը աշխատի, հոգեբանը շատ հանգիստ կարող է դասղեկի հետ համատեղ դասղեկական ժամերին օրինակ որոշակի ընդհանուր դասարանի հետ որոշակի գործ կիրառի, որոշակի աշխատանք իրականացնի, բայց թիրախավորելով կոնկրետ այդ երեխային եւ միջանձնային հարաբերությունների կառուցողական խնդիրների փոխադարձ նկատմամբ հարգանքի, տեսանկյունից։ Այսինքն մենք մանկավարժներս, հոգեբաններս շատ տարբեր միջոցներ կարող ենք ձեռք առնել, եթե անկախ նրանից, թե օրենքը ինչ է ասում եւ ծնողը համաձայն է թե ոչ։ Ամեն դեպքում մենք պիտի հասկանանք, որ շատ կարևոր է բարեկեցիկ միջավայրում, հոգեբանական բարեկեցիկ միջավայրում երեխաների ընդհանրապես առօրյան կազմակերպել։ Եթե մենք տեսնենք երեխան օրվա մեջ քանի ժամ է անցկացնում դպրոցում եւ այդ ժամանակահատվածում երեխաները ինչպես են փոխազդում, շատ էստեղ նաեւ կարեւոր նշանակություն է մեծահասակի վարքը եւ մեծահասակի պահելաձևը, այսինքն մեծերս մեր վարքով ենք օրինակ հանդիսանում երեխայի համար, այն էլ այդ տարիքում, երբ երեխաները որոշակի հակասական վարքագիծ են դրսևորում։ Եթե կոնկրետ այլ պատճառներ չկան, որտեղ հնարավոր է ագրեսիայի պատճառները այլ, այսինքն մենք պատճառահետևանքային կապերը պիտի անպայման վերլուծենք, հասկանանք որտեղ է երեխայի մեջ խնդիրը, ինչով է պայմանավորված նման վարքագիծը եւ ոչ թե մասսայական երեխային քննադատենք, գնահատականներ տանք, այլ մենք կարող ենք ցույց տալ ապրոմակցում անգամ ենթադրենք երեխայի, որ այդ վատ արարքը գործել է եւ դա անընդունելի է մեր դաստիարակության մեջ եւ ընկերոջ նկատմամբ, դասընկերոջ նկատմամբ ոտնձգությունը այնուամենայնիվ մենք պիտի փորձենք ոչ թե քննադատողական, այլ հասկանանք երեխայի հոգեվիճակը եւ ինչու է երեխան այդպես գործել։ Մենք ցույց տանք, որ մենք հասկանում ենք իր հոգեվիճակը, բայց արարքը չենք ընդունում, որտեղ դա անթույլատրելի արարք է։ Իրապես շատ հետաքրքիր ու կարևոր միտք եք արտահայտում այն մասին, որ հասկացված լինելու զգացողությունը հատկապես դեռահասության տարիքում շատ կարևոր է։ Եվ բոլոր խնդիրների լուծման հիմքում հենց դա է, երբ դեռահասը հասկանում է, որ ինքը հասկացված է։ Բնականաբար ես չեմ փորձում նորմալիզացնել եւ բոլոր դեպքերում պետք է դատապարտել բռնությունը։ Բայց միևնույն ժամանակ ինչ որ համատեքստերում շատ բնական է կոնֆլիկտները, որ առաջանում է դեռահասների միջև եւ այս համատեքստում ոչ թե պետք է թիրախավորել դեռահասին, այլ պետք է քննության առարկա դարձնել իրենց հոգեվերլուծությունը, հասկանալ, որովհետև եթե մենք թիրախավորենք, փորձենք մեկուսացնել, փորձենք որակումներ տանք, բավականին լավ կամ վատ, որում վատ որակումների մասին միայն խոսքը չէ, սա խնդիրը ըստ էության չի լուծելու, որովհետև կարող է պարզվի, որ շատ այդ կոնֆլիկտային, ինչպես դուք նշեցիք, իրավիճակներում կարիք կա պարզապես որոշակի հմտությունների հետ աշխատելու, լսելու կարողությունը զարգացնելու, վերլուծելու կարողությունը զարգացնելու, հաղորդակցային հմտությունները կատարելագործելու եւ այլ հավասար պայմաններում դիցուկ օրինակ հաշվի առնելով նաեւ առանձնահատուկ հոգեկան իր հոգեբանական կառուցվածքը տվյալ երեխայի, այլ հավասար պայմաններում մենք նմանատիպ իրավիճակներ չենք ունենա։ Բայց միայն այն դեպքում, եթե խուսափենք այդ իրավիճակում թիրախավորումներից եւ համալիր կերպով մոտենանք թե բռնություն ենթարկողին, թե բռնարարին, որտեղ բոլոր դեպքերում մենք խոսում ենք երեխաների մասին։ Եվ սա շատ կարեւոր է, մենք խոսում ենք երեխաների մասին, ովքեր անցնում են զարգացման ամենատարբեր շրջափուլեր, մենք բոլորս էլ եղել ենք երեխաներ, էլի։ Եվ իրապես շատ կարևոր է ձեր այն դիտարկումը, որ ապրոմակցումը այս համատեքստում ամենակարևոր դրույթն է,
Դուք նաև ձեր խոսքում մի հետաքրքիր շեշտադրում արեցիք, երբ շատ հաճախ ծնողները խուսափում են տալ իրենց համաձայնությունը հոգեբանին, իրենց դիցուկ օրինակ դժվար կառավարելի վարքով երեխաների հետ աշխատելու համար։ Ինչու է սա տեղի ունենում։ Գիտեք, նաև ասեմ, որ կան ստերեոտիպեր մեր մշակույթում եւ բացի ստերեոտիպերից ծնողները սովորաբար վախենում են պիտակավորելուց, մինչդեռ իրենք չեն հասկանում, որ այստեղ պիտակավորման խնդիրը չեն թամել, այստեղ աջակցության խնդիրն է եւ որpիսի էպիզոդիկ չստացվի հոգեբանի աշխատանքը երեխայի հետ դրվագային չլինի, այլ դա լինի լուրջ, ուղղորդող, շարունակական եւ իսկապես հիմնախնդրի լուծման տեսանկյունից, ապա մենք դեպք ունեինք դպրոցում այդ դեպքի հետ կապված, ասեմ, որ երեխան շատ խնդրահարույց էր եւ խնդրահարույց էր դարձել հենց դեռահասության տարիքում, անկառավարելի վարք, ինքը շատ խելացի երեխա էր, բայց անկառավարելի վարք ուներ եւ ավելին երեխան ուզում էր, որ հոգեբանը աշխատեր, իսկ ծնողը համաձայնություն չէր տալիս։ Հետո մի փոքր հասկացանք նաև իհարկե դասղեկի ուղղորդմամբ, որ այդտեղ ներընտանեկան որոշակի խնդիր կար եւ հավանաբար դա էր պատճառը, որ մայրը համաձայնություն չէր տալիս, այնտեղ ներընտանեկան որոշակի խնդիր կար, բայց արդյունքում տուժում էր երեխան եւ որքան էլ որ ուսուցիչը փորձում էր ինտեգրել երեխան սրացումներ ուներ վարքային դրսևորումներում եւ դա ակնհայտ էր դարձել հենց դեռահասության տարիքի սկզբում, այսինքն ֆիզիոլոգիական փոփոխությունները երեխայի մոտ բերել էին վարքագծային լուրջ խնդիրների եւ երեխան անընդհատ կոնֆլիկտներ էր ունենում ուսուցիչների հետ, դասարանի ընկերների հետ, կոլեկտիվի, դասընկերների հետ եւ ստացվում էր, որ երեխայի ինտեգրում ուսումնական գործընթաց շատ ցածր մակարդակի էր լինում, որտեղ երբեմն լինում էր, որ տետր չէր բերում, գիրք չէր բերում, ես մշտադիտարկում էի իրականացնում, հետազոտություն եմ իրականացնում եւ փորձում էինք որքան հնարավոր է այդ երեխային իհարկե տարբեր միջոցներով ներգրավենք, ինքը շատ խելացի երեխա էր, բայց ուսման նկատմամբ մոտիվացիան անկում էր ապրել եւ ինքը ավելի շատ կոնֆլիկտային, կոնֆլիկտածին, անընդհատ լարված վիճակում ունենում էր հանգստացում, այսինքն լինում էր սրված վիճակներ եւ լինում էր խաղաղ պահեր եւ այստեղ եթե ծնողը չտա իր համաձայնությունը հոգեբանը իզորու չէ շարունակական աշխատանք տանել, բայց արդյունքում տուժում էր երեխան եւ տուժել էր նրա ուսման առաջադիմությունը անկում էր ապրել եւ ամենավատը նա է, որ չգիտակցելով այդ խնդրի, թե երեխան հասունանում է, մեծանում է եւ ապագայում ինչպիսի խնդիրների հետ կարող է երեխան բախվել, չէ՞ որ այսօր դպրոցական է, վաղը հասարակություն պետք է գործի, տղա երեխա էր, հետո բանակ պիտի զորակոչվեր, չնայած ուրախությամբ նշեմ, որ զորակոչային տարիքում եթե խոսքը վերաբերվում է հոգեկան առողջության խնդիրներին, զորակոչային տարիքում դրանք որոշակի բացահայտումներ ունենում են եւ որոշակի ձևով իրենց արդյունքը մենք տեսնում ենք, երեխաները կարող է բանակից ազատվեն, բայց դա այլ հարցի լուծում չէ, ենթադրենք, ինքը բանակից ազատվեց երեխան, բայց իր խնդիրը չլուծվեց։ Արդյունքում երեխայի խնդիրը որոշակի իրավիճակներում կարող է նորից սրվել եւ այստեղ մենք պետք է հասկանանք մեր մոտեցումը, որը պիտի լինի, որտեղ միայն մանկավարժական միջամտություն այստեղ բավարար չէ։ Մանկավարժական, հոգեբանական միգուցե կարիք կա նյարդաբանի կամ որոշակի բժշկական միջամտության։ Ավելի կոմպլեքս միջամտության։ Ավելի կոմպլեքս միջամտության։ Շատ շնորհակալություն Ընկեր Դալաքյան, իրապես շատ կարևոր էր եւ շատ հետաքրքիր էր, որովհետեւ մեր ամենօրյա ըստ էության թեմաներ են եւ առնչվում են հասարակության ամենակարևոր ես երեխաների եւ այս խումբը ինձ համար հասարակության ամենակարևոր, ամենաօրգանիկ, որտեղ իրենք եւ արժեք ստեղծող են, եւ արժեք պահպանող են, եւ արժեք փոխանցող են, եւ դրանով են շատ կարևոր, Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույց քննարկման համար, սովորաբար ես մեր հանդիպման հյուրերին խնդրում եմ, որ ամենավերջում ես լսողներին որոշակի ուղերձով դիմեն, դա կարող է լինել ձեր մասնագիտական, ձեր աշխատանքային փորձի կամ որպես մարդ, այս համատեքստում։ Շնորհակալություն, իմ ուղերձը կլինի այն, որ հարգելի ապագա ծնողներ, մինչ երեխա պլանավորելը, դուք ուսումնասիրեք ընդհանրապես ծնողի մասնագիտությունը, որքան կարևոր դեր եք դուք ստանձնելու ապագայում, Իսկ արդեն ծնող դառնալուց հետո դուք պիտի փորձեք մաքսիմալ հասկանալ, ճանաչել, բացահայտել եւ օգնել զարգանալու ձեր երեխային։
ցանկացած երեխայի ամենալավ հոգեբանը, դաստիարակը, մանկավարժը, դրանք լավ ծնողներն են։ Գիտակից եւ պատասխանատու ծնող լինելը այսօր շատ կարեւոր է։ Մեր հասարակության բջիջը, հա, կայուն բջիջը դա լավ ընտանիքն է, ամուր ընտանիքն է։ Շնորհակալություն նաեւ հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալություն։